Ջուրը պատալոկից հետ է եղել։ Պետք է մուտի, չես մուտի կգան կողքի, շոտ չկտ կհանի։ Ֆից այս հենց գետա գնալը սեղերսը։ Փոխանակ մի բանի, մեզ օգնեն։ Մեծ վնասները կրում են, դրա դիմաց ասենք ոչ մի փոխհատուցում չես ստանում։ Ու ասում են թորնիկից որ այդ ձևով փրկեցինք, այն ասեցինք ում շատ վնաս ա եղել, բան մարդկայնորեն մտածեցինք, չմտածեցինք որտեղ մարդկայնորեն բան չկավ, մեր նկատմամբ մարդկայնորեն տրամադրվեց։ Սիրելի հայրենակիցներ, Հայաքվե միավորման վարչության անդամներ Մենուա Սողոմոնյանը եւ ես Դավիթ Սարգսյանս այսօր Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում ենք, ինչպես հիշում եք, ավելի քան 1 տարի առաջ 2024 թվականի մայիսի 26-ին Դեբետ գետի աղետաբեր սելավը այստեղ հարյուրավոր տնային տնտեսություններ կործանեց եւ շատ մարդիկ առ այսօր նյութապես փոխհատուցված չեն։ Մենուան եւ ես եկել ենք տեսնելու մեր հայրենակիցների կարիքները, հասկանալու թե որքանով է պետությունը եւ համայնքը վերականգնել նրանց վնասները։ Հիմա գնանք եւ պարզենք։ Վկայագրում, այդ որ վկայագիրը պետքա տային, փաստորեն որը չեն էլ տվել։ Բնակելի տան, բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման ժամկետ է ամրագրվում վկայագիրը տրամադրվելու օրվանից հաշված 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ Երկարաձգումը եւ դրա հիման վրա վերջին վճարումը չի կարող գերազանցել 2025 թվականի հուլիսի 1-ը։ Ու փաստորեն ոչ նաև վկայագիր էլ չունեք։ Վկայագիր եկել են խոսած է, պայմանավորվել են որ 180,000-ով տան, բոլորս դուրս գանք։ Մանուել, իսկի մարդ էլ չի եկել, իրանց այդ բաները չեն ստուգել, եկել ես կողքից կաղնել, ասել են, բանա, իրանք բան են արել, ասել են համաձայնեք, ես ինչ փողի որ քանդ են էլի։ Մենք էլ ասել ենք, չէ, այդ փողով մենք չենք կարող բնակարան առնել։ Դուք պետքա սահմանված կարգով դիմումը բանը ներկայացրած լինեք ու մինչև հիմա փաստորեն ոչ մեկ չի արել, հա, այս շենքում։ Ու բոլորն էլ էս վթարավացության բանում ապրում են, էլի փաստորեն։ Մենակ երկրորդ երրորդ հարգել, այս առաջի հարգելը չեն ապրել։ Ստե մի մետրից ավել մենք բարձրացել ենք։ Հիմա ինչքան էլ իջացել ենք, ջուրը պատալոկից հետ է եղել։ Մետր քառակուսին 80,000 դրամ են գնահատել։ Այն ժամանակ բերին 60,000 դրամ տվեցին։ Թանկ է նստել ոնց, հիմա մենակ մասնագետը օրեկել, մասնագետը բանարել, միջին, ես գինն եմ ասում, 25,000 դրամ քառակուսու համար ուզել է, այդ որպես մոդիկի։ Իմ տունը 78 քառակուսի է, հիմա եթե 25,000-ով հաշվեմ ես, քան գումարանը։ 2 միլիոն։ Իսկ 60,000-ով այդքանը ինչ գումարանım։ Դե մի այդ 2 միլիոնով հաշվի որ պատուհաններ ես առնեմ, դռներ ես առնեմ, գիպսոնիտ ես առնեմ, ցեմենտ ես առնեմ, ավազ ես առնեմ, չէ՞։ Մոտավոր ինչքան է։ Իմ տները ես սարքել եմ, մոտավորապես ին վրա նստել է, մենակ ռեմոնտի հիմա 6 միլիոն փող է նստել։ Մենք էլ ճիշտ ասած երևի լոռեցի ենք միամիտ, սիրտներս էլ մաքուրա չբողոքեցինք, տենց է լավ։ Գույքի փող են տվել, 1,200,000-ով ինչ կարաս առնես։ Մենակ ես կողքն ու մեբելը, ես էլ վրին դրել է 600,000 այդ փողը տվել, ես չենք հաշվում։ Կարավատ տես առնի, խալաձելնիկ տես առնի, լվացքի մեքենա տես առնի, պաստել տես առնի, աթոռ տես առնի, սեղան տես առնի, այդ անհրաժեշտ ամեն այժմ բաներն եմ գցել։ Օզեր, ճանջեր, հավեր, եկան բանարին ասին, ումը որ գրանցված է նրանցը շատ պտիլի, ումը որ քիչ պտիլի, նրանցը իմը մերը գրանցված չէր։ Բայց մի արդեն գրանցել ենք, էլի։ Ինչ որ ձևով ձեզ բան են արել, մինչև այդ որ դուք պետքա գրանցվեք ու դուք հազար ներողություն ծուլացել եք, չեք գրանցել, չէ։ Բայց եթե չեք գրանցել, չգրանցել, եթե դա ձեր ապրուստի միջոցն է եղել, այդ մեղուն, այդ խոզը, այդ հավը, ձեր ապրուստի միջոցն է եղել։ Ինչն է այդ մեթոդաբանության բանը, որ եթե գրանցված է 100%-ով ենք փոխհատուցում, եթե չգրանցված է 50%։ Հիմա այստեղ ամենակարևոր հարցերից մեկն էլ է նա, որ գետի հունը իբրև թե մաքրել են, որպեսզի հետագա վարարումների դեպքում այսպես ավերածություններ չլինի, բայց այդ մաքրածը տեսեք ինչ է տեղի ունեցել։ Բերել են, սենց կիտել են այս արգելապատնեշի տակը։ Հիմա երբ որ մյուս անգամ վարարի Աստված մի արասցե, էլի բերելու է այդ ամբողջը ցրի ու նորից գետի հունը մակարդակը բարձրանալու է։ Այնինչ գոնե այս արգելապատնեշի ուղղությամբ, այսպես այս արգելապատնեշի վրա առնվազն մի մետր պետքա բարձրացնեին ու ամրացնեին, որ անգամ նոր վարարումների դեպքում, որից որ ոչ մի երաշխիք չկա, ոչ մի չլինելու դեպքում ոչ մի երաշխիք չկա, այդ նույն ավերածությունները, բաները չկրկնվեին։ Բայց ուղղակի այդպես այնքան որ պծիշկ են դնելու համար այս աշխատանքները, այսպես արել են
կիտել են ու այսպես թողել գնացել են։ Այս պատը պետք է դամբը մի մետր պետք է բարձրացնեն։ Ու սենց էլ ոչ էլ մի հատ կանալիզացիա են բերել են դրել են մի գնացեք հենց չենկերի հայաթը նայեք։ Մի տարի անցակացեք գոնյա մի հատ մի երես չբերեցին որ ասֆալտ անեն երեխեք են հեծանին են քշեն վերեն են գիտես ինչքան երեխա գլուխը պատռեց բանը պատռեց դες գռեջի վրա ինչ անեն երեխեք են Լույս չենք ունեցել գազ ասենք թորներից վերցրել եմ տեղուց գնացել ենք իմ աղջկա տանենք 15 օր մնացել ու 15 օր հետո 200 կիլովատ լույս են գրել բռներուց մեր բոլորից վրա Երևանից ամաթուղ տա եկել որ ասում եմ 15 օր տանը չեմ ելել 15 օր լույս չունեի գազ չունեի իմ փոքրի 2 տարեկան թորներից ոնց պահեի իմ տանը Հա ես գնացի խոսացի ասին եթե չվճարեք կգանք լույսերի հետ կանջատենք էլ ասեք կանջատ բա մտնում են նստենք այդ ցավը տանեն 7 հա ամբողջ չեն քնա 70 տարեկան կնիկ եմ, ես հլաճահանդ եմ, ես կարամ անլույս մնամ, բա քորփեք ես ինչ անեմ թորներից, 3 հատ անչափած թորնիկներ ունեմ տանը, այդքան բան մտամ տուժվել են, մի բան են իրան կոքնեն, 200 կիլովատ դիսկ գրեցին, ամեն ամիս տանք 10-11 հազար, բան որ երեխա ունեմ, երեխես գործություններս, գնացել Երևան, բանվորություն ան, որ իր երեխեքին պահի, բա, գնացել խոսացի, ասին, Պետք է մուծեք, չես մուծեք կգանք օգնի, շոտ չկտ կհանի։ Դա դրանով ինչ է, փոխանակ մի բանին, մեզ օգնեն, բայց ոչ թե այդ բանին անեն։ Ձեր ծախսերը իրանք պետք է փոխհատուցեն, ոչ մի կոմունալը չպետք է տայի։ Մի քանի ամիս ընդհանրապես ոչ մի կոմունալ։ Հիմա ինչի՞ն է, ճիշտ է, ես բարձ ասում, ուղիղ մի տարի այս եղել է, ոչ զիբիլի փող եմ տվել, ոչ նա, կխոսան, ես էլ ինչ պետք է կասեմ։ Թող կան շենքից հանել են ոչ մի անգամ։ Այդ շենքը, որ շենքը պատրաստ է, իմ կեսօր հիմնական իրանց տներն տեղայել է, բնակարանները, վեր են կարել շենք են կառուցել։ Եթե կխոսան, ես էլ ասեմ, ես չեմ տալու։ Դուս ես ամ դուս արա։ Ձեր առաջին հարկի բնակիչներին տվել են փոխհատուցում։ Երևի սերտիֆիկատներ են տվել, որ այդ տները սարքեն, գումար չեն տվել։ Մի արդեն որ սարքել են իրանց տները, հա սարքել, մենակ մի հոգի մնացել, առաջի հարկում, նրանք է սարքել են, տուժվել են, չարչարվել են, ծոր իրանց տներումն են, բայց այստեղ մարդիկ կան, որ չեն կարացել սարքեն, դաժե շատ կների իման այդ հացի փող չունեն, որ իրանց մա հաց առնեն։ Գույքի վնաս եք կրել։ 1-2 միլիոն փոխհատուցել են ձեզ։ Իսկ այդ 1-2 միլիոնը ծածկել է ձեր գույքը։ Ո՞նց է հավաք։ Ռեմոնտից թվում է հանել է, նույնիսկ։ Ռեմոնտը հանել է։ Ձեր ձեռով եք արել թե վարպետի։ Ես գնիկերական։ Ընկերական ձևով։ Այս կամուրջը նախ Իրանի Իսլամական Հանրապետության նվերն է, որի մասին ես ինչքան փորձել եմ ինչ-որ լուր գտնել, կառավարության կողմից ոչ մի ակնարկ չի եղել, որ սա իրանցիների Իրանի Իսլամական Հանրապետության նվերն է, որպես ժամանակավոր։ Այնինչ Նիկոլ Փաշինյանը երբ որ եկել է այստեղ ժողովրդին ասել է լավ էլ կամուրջ է, ինչ ժամանակավոր, թող հիմնական մնա։ Բայց այս կամուրջի վրայով, եթե նայում ենք լայնությունը իրավ, 2 մարդատար մեքենա իրար կողքով կամ չեն կարող անցկենալ, կամ էլ սենց շատ հազիվ այդպես մի կերպ կանցկենան։ 48 ժամ ջրի մեջ ա եղել։ Կարի մեքենաներն էլ հետը։ Չեմ ասում հաճախորդների շորերը, որ թափել եմ։ Կենցաղային գույքի վնասի փոխհատուցման մասին կարգ կա, դուք տեղյակ եք այդ կարգից։ Ոչ ոք ձեզ բան չի ասել, որ ասենք կենցաղային։ Ես գործող մեքենա ունեի $1000-անոց, ասեղնագործող։ Մինչև 1.200.000 դրամ մարդկանց 200,000 փող են տվել, որպես որ բոլորին են տալիս ցախանոցի գին, սենց ասենք, պատվալի գին։ Բնակարանը մի քիչ վնասվեց, չհասցրի, որովհետև թորնիկիս ընդեղից մի կերպ փրկեցինք, չգրանցեցի, որովհետև որ ասում աչքս էլ տուն չեկավ, ջրի միջով փոխանցել են իրար, թորնիկիս բարձացրել վերևը այն շոշի տակին է մեր տունը։ Այդ բանը չգրանցեցինք, որ արդեն տներն էին նայում բան, որտեղ ջուր քիչ էր եղել, վնասը քիչ էր, դռները բաց էինք թողել, սենց ջուրն եկել էր մեջով մի թեթև անց է։ Ու ասում եմ, թորնիկից որ այդ ձևով փրկեցինք, այն ասեցինք, ում շատ վնաս ա եղել, բան մարդկայնորեն մտածեցինք, չմտածեցինք, որտեղ մարդկայնորեն բան չկավ, մեր նկատմամբ մարդկայնորեն տրամադրվեց,
որ մենք մարդկային մի խոսքով գնահատող խմբերը 3 խումբ էր եղել, մեր կարծիքով բոլորս ենք մտածում։ Մեկը բարեխղճորեն էր գնահատել, մեկը միջին, իսկ մեկը ընդհանրապես, չգիտեմ, ինչ անկապ թվեր էր։ Ուրեմն վնասների ինչ փոխհատուցումա նախատեսված եղել կառավարության հուլիսի 4-ի 24 թվականի հուլիսի 4-ի կարգով, որ մարդկանց բնակարանները երբ որ վնաս է տվել, բնակարանի փոխհատուցում, կենցաղային առաջնային գույքի պատճառված վնասի փոխհատուցում, սոցիալական աջակցություն, գյուղատնտեսական ոնց որ նշանակության հողերի եւ կենթանիների կորուստների փոխհատուցում, իսկ մնացած, ասենք, բաների, օրինակ, ասենք, ձեր դեպքը առանձնահատուկ դեպք է։ Ասենք, կոնկրետ որ ասեմ, ինձ պաշտոնական մերժել են, չէ, բայց sense խոսակցություն գնաց, որ եթե գրանցած չի այդ կարի մեքենան, հասարակ մի բան ասեն, այդ հավերը գրանցած չեն, հավերի ու փեթակների համար ոչինչ չեն տվել, ասում են, դե պետականորեն գրանցած չի։ Առանձին կատեգորիա սահմանած չի փաստորեն։ Գյուղատնտեսական նշանակության հողերի համար սահմանած է, կենթանիների համար սահմանած է, կենցաղային գույքի համար սահմանած է, վերանորոգման համար սահմանած է, բայց ասենք մնացած այլ կատեգորիա, ասենք խանութ է, ինչ որ տարածք է, որտեղ մարդու գործունեություն է տեղի ունենում, դրա համար սահմանած չի ու փաստորեն մեծ վնասները կրում են, դրա դիմաց ասենք ոչ մի փոխհատուցում չես ստանում։ Տարածքի համար, միայն տարածքի համար, գարաժի համար չեմ ստացել, միայն ստեղի համար 200,000։ Հենց այդ պահին 40 ժամ հետո, որ արդեն ջուրը ստեղի քաշվեց, մտանք մեջ այդ տիլը բանմակվեցին, վիդեոներն էլ ունենք։ Նկարահանել ենք, ներկայացրել ենք, բայց ոչ մի բան։ 100,000 դրամ են տվել, մեկ էլ բան օգնություն են տվել, ընդ ժարովնիկ բան, կաստրուկա, մաստրուկա տենց բաներ են տվել։ Խայտարակ վիճակ։ Այնա էս մի տար էլ սենց քանդած է։ Որ ծախեի մի 2.5-3,000 կծախեի։ Փոխհատուցել են 200,000 դրամ։ Բա այդ իսկ մեքենան դուք հանձնել եք արդեն։ Իմ ուժերով վերականգնելու դա է իմ տունը պահում։ Հասկանալի է։ Իսկ այդ 200,000 դրամը հերիքել է որ վերականգնեք։ Մարդը 4 հատ մեքենա ունի, որից մի մեքենան շուկայում $14,000, բայց 4 մեքենային իրար 700,000 դրամ են տվել։ Այսինքն ջուրը մինչև այս բարձրության ու շատ ավելի բարձր անցել է, որևէ աշխատանք այս ուղղությամբ, ինչ որ ամրացման, հունի մաքրման, ոնց հասկանում ենք, որևիցե բան չկա։ Ինչը նշանակում է հաջորդ վարարման դեպքում էլի պոտենցիալ ձևով այս մարդկանց գույքը ու ապրուստը նորից հեղեղման վտանգի տակ է։ Ու այս ամեն ինչի համար ընդամենը 200,000 դրամ են մարդիկ փոխհատուցվել։ 260524 ինչև այդ մետք են հասել է ջուրը։ Այս վիճակով այս ավտոն բնականաբար էլ շահագործման ենթակա չի ու ասենք այս կարգի մեքենաների համար մարդկանց 200,000 դրամ։ Սա էլ Աղթալայի կամուրջն է, որ հիմա գտնվում ենք Աղթալայի կամուրջի վրա, ամբողջությամբ քանդված, շատ ռիսկային, թեև մարդատար մեքենաները երբեմն վրայով երթևեկում են, բայց ինքը խիստ վթարային ու ռիսկային վիճակում է եւ Իրանի Իսլամական Հանրապետության նվերը, որ ոչ մի ձևով չի արտահայտվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության նվերն է եւ էլի շատ նեղ կամուրջ է, ժամանակավոր օգտագործման, բնականաբար ժամանակավոր օգտագործման կամուրջ է, որովհետեւ հազիվ են իրար կողքով երկու մարդատար մեքենաներ անցնում, իսկ նոր կամուրջի հիմնական կամուրջի շինարարության մասին մարդիկ ասում են, որ որևիցե խոսք չի գնում, արգելապատնեշները նորմալ դրած չի, մենք այ դրա օրինակը տեսնում ենք, այնտեղ քանդված փլուզված է, այդ նշանակում է, որ այն ճանապարհի նեղ հատվածը, այնտեղ այն նեղ հատվածը, որ գնալով ավելի նեղանում է, ջրի հոսքից էլ ավելի նեղանալու, էլ ավելի ուրեմն սողանքային գոտու, սողանքային վիճակի վերածվելու ռիսկ ունի։ Այ հիմա այս պահին մեքենան որ անցավ։ Մենք գտնվում ենք Աղթալա բնակավայրին կից հատվածում, որտեղ վարարումների հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել եւ ճանապարհի կեսը այսպես փլուզված վիճակում է մնացել վտանգավոր երթևեկության համար եւ որպես ժամանակավոր լուծում այստեղ ասֆալտ են արել, որը բնականաբար չի կարող փոխարինել որևէ ամրաշինական աշխատանքի եւ գետի հունը շարունակում է մնալ անբարեկարգ վիճակում, ինքը լուրջ ռիսկեր է առաջացնում։ Եվ այսպիսով մենք ամփոփում ենք անցած տարի մայիսի 25-ին 26-ին հեղեղումների
արդյունքում հեղեղումների հետևանքով աղետի գոտու վերածված մի շարք բնակավայրեր մեր մեկօրյա շրջայցը, այդ շրջայցը ցույց տվեց, որ բնակիչների մեծամասնությունը, ովքեր որ տուժել են հեղեղումներից, խիստ դժգոհ են մնացել կառավարության կողմից հատկացված փոխհատուցումներից։ Շատերը անգամ չգիտեն, թե օրենքով կառավարության որոշմամբ ինչ փոխհատուցումներ է իրենց հասնում։ Շատ քաղաքացիներ իհարկե խուսափեցին տեսախցիկի առջև խոսել, համատարած զգուշացման վիճակ է, զգուշության վիճակ է, վախի մթնոլորտ է, բայց գրեթե բոլորը, ովքեր որ մեզ հետ զրույց ունեցան, բոլորն էլ մեղմ ասած խիստ դժգոհ են այն վիճակից, փոխհատուցումներից, ինչ որ նրանց տրվել էր։ Մենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներս հետևողական ենք լինելու ինչպես այստեղ, այնպես էլ այլ բնակավայրերում, նաև այլ մարզերում մարդկանց հուզող խնդիրների վերաբերյալ, տեղական խնդիրների վերաբերյալ, այդ խնդիրները բարձրաձայնելու, համապատասխան հասցեներին հասցնելու, ինչպես նաև ըստ հնարավորության փորձելու լուծումներ կամ այդ լուծումների մոտեցումներ գտնելու առումով։